Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պիտի զրուցենք վավերագրական ֆիլմերու հեղինակ բեմադրիչ Տիգին Սյուզան Խարդալյանի հետ։ Բարև ձեզ Տիգին Խարդալյան։ Բարև։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եմ։ Սյուզան Խարդալյան անունը ծանոթ է հայկական, հատկապես սփյուռքահայ իրականության մեջ, բայց եւ անպես խնդրեմ ընդհանուր գիծերու մեջ պատմեցեք ձեր մասին, թե անձնական եւ թե մասնակիտական առումով։ Ծնունդով Բեյրութեն եմ իհարկե եւ այնտեղ կոնե բադանի դարիներս այնտեղ եմ անցուցած բادرազմին Պերումով չէ բادرազմին այնտեղ է ինչու լիբանանյանն է ուրեմն քաղաքացիական բادرազմի դարիներուն այդպես է այնտեղ էի թեր եւ այսպես տարօրինակ պայմաններում մեջ երկու լյութերու ընդրության մեջ ես համալսարանկացեր եմ մեկ կողմեն biology գնեի ուրեմն բնակավարը եւ genetics ինձ համար շատ հետաքրքրականներ իսկ մյուս կողմեն նաեւ նույնքան դարված էի լրագրությամբ ռադիո եւ այլն թերթ ուրեմն գանուխեն ստաժի մեջ մտերեմ այդ ասպարեզի մեջ եւ հետո ժամանակի ընթացքին լրատվության ասպարեզը ավելի սրտիս կխոսեր, որտեղ մարդուց մոտենալու, մարդուց հետ հարաբերելու այդ մղումը իմ մեջ կար շատ ոնց։ Ուրեմն Բեյրութեն յետքը ես փոխադրվել եմ որոշ տարի ապրել եմ Ֆրանսա եւ այնտեղ եղել եմ գամ թերթի խմբակիր, անգե առաջի հարգ Լիբանան եղել եմ աստակ թերթի խմբակիր, խմբակրաբեդ եւ հետո աշխատել եմ միջազգային ռադիոգայանի վայելն այդ այնտեղ նաեւ առաջին փախումս եղավ որ ուղղությամբ կուզեմ շարունակել իմ ասպարեզը մնալ այսպես ասած բادرադուներու կոնտեքստի մեջ որևէ մեդիա outlet այսպես ասած եթե գախունչունի pedagogan է կամ ոչ pedagogan է բոլորը ունին իրենց իհարկե քիծերը, իրենց սահմանափակումները, իրենց հստակ բادرները եւ այդ ծիրի մեջ աշխատել ինձ համար բավական վերջերը սկսել է բավական նեղացնել սահմանափակել այդ իմաստով ասեմ սահմանափակել դաշկանթել եւ չէ գիտեք ինչ որ մանավանդ ակտիվիզմի հետ կապված անգաժեմանի այսպես ասած հանձնառության ինչ որ սկացումով մեծերն ես բադանեգության դարիներուս եւ այդպես չեզոք մնալ եւ այս կողմը եւ այն կողմը այս տարօրինակությունը ինձ համար ամբնական գտվեր թեև ժուրնալիզմի ամենա ասենք գետրոնական ասպեկտներն մեկն է ամենից ինձ համար անբավարար էր եւ որոշեցի թանտախ քայլերով փոխադրվել այսպես ասած հերինագային ծրագիրներու եւ հետո ճիշտ ժամանակ ներկայացեմ երբ որ documentary filmmaking-ը իր բումը գաբրել իր այսպես ծաղկումի շրջանն է սա գխոսին 80-ական թվականներու սկիզբը ես ներկայացվեցի այդ գործի մեջ եւ կարծես կտա իմ ցայնս գիտեք ցայնս կտա որովհետեւ հանգարց նախ ես ազատ էի նյութերու ընդրության մեջ քանի որ ազատ աշխատող էի այսպես որևէ մեկ պաշտոնյա չէի որևէ մեկտեղ եւ երկրորդ նյութերու ընդրութենեն անգախ նաեւ աշխարհայացքի այսպես ասած ազատություն կբերեի որովհետեւ հիշելով Էդվարդ Սայդի արևելափանությունը մտքիս մեջ կա որ Մարտին քնապերաբար այդ դարիներու հորցանքի մեջ հոսանքին մեջ կսկաս որ մի հայաց կբարդատրվի քո վրա որ մեկ ուզես դուրս գալ եւ այդ եղավ ինջիկը դուրս գալ այդ բարդատրված հայացքեն եւ գտնել ինձայնը եւ ինձայնի ինտմեջն այսպես ասած արցականք տալ այն մարդոց ցայներուն որոնք ճշմարված են հերված են որոնք իրավունք ունին խոսելու կամ իրենց պատմությունը կներկայացվի լրիվ գլխի վայր այսպես ասած so
So 82-ին իվեր գրեթե ես ֆիլմի մեջ եմ եւ մոտավորապես աշխատանքներս հասած գահասնի ներողություն 30-ի 30 ֆիլմերու բոլորը ավերակրական են եւ աշխարհի տարբեր հագամարտություններու կոնտեքստի մեջ նկարահանված ֆիլմեր են հատկապես միջին արևելք եւ իհարկե հիմա Հնդկաստան գոսին Հնդկաստան Թայլանդի Եվրոպայի մեջ այսպես ասած Պորտուգալի խնդիրներ եւ այլն եւ այլն ուրեմն հագամարտություններու համատեքստը գմնա իմ աշխատանքի այսպես ասած գորիզը եւ մինչեւ իմ այդպես ալ գշարունակեմ բայց մեկ տարբերությամբ որ երբ որ օրինակ չգիտեմ nice art documentaries կամ ինչ որ ուզեք ես իմ հայացքը միշտ այսպես ասած հասարակ մարդու աշխարհն է այսպես ասած վերեր ինչ կկատարվի իր գարկին ամեն դեր արդեն նկարագրվի բայց ինչ տեղի ունենալ վարը հետո ադոր արցականք ինչ կլացեբի վարը հասարակ մարդու կյանքի մեջ եւ հետո ինչպես ադոր մասին կպատմվի ադե եղած իմ հետաքրքրությունը դարիները մեկ խոսքով սա կորզիս մասին անձնական չգիտեմ եթե ավելի հալ որոշ հստակ բանը գուզես իմանալ ասեմ ես մուտամուտ մեծածեմ որ ինձ համար տարիներու ընթացքին ավելի կարևորություն սկսած է ստանալ որովհետև ինչ որ աշխարհայացումը կար թե գետոյ գոչերամե մարդ այդտեղը եւ որոնց ես լրիվ համաձայն չեմ այդ գետոյի մեջ են մեհատնայեք այսօր ինչպիսի այսպես ասած հադիգներու ծրվում դեղի ունեցա որ այդ փոքրիկ հայկական քաղաքը ամեն դեղ է հիմա եւ բուրջ համուճի ցանկը որ այդ օրերունին փոքր տարիքի օրերուն եւ ցեղասպանությունն ժողովրդներուն դարիներն անոնց սերունդին դարիներն այսին 3 սերունդներու համատրում էր միասին ապրող այսպես ասած եւ ինչ որ յուրահատուկ պատկերացում գուտա մարդուն կամ նկարագրի գերդում գարաճացնե եւ հավանաբար նաեւ ինձ հետաքրքրություն այսպես ասած կոնֆլիկտներու մասին ջնշվածի մասին պատմելու իմ հագվածության մասին այսպես ասած աստեցությունը գուկայ տարիներեն սուբուշամուդը շատ կարևոր է եւ երբեք չեմ ուրանալ որ այնտեղ եմ կամ շատ կարևոր է ինձ համար բուժամուդը այն հսկայական կորձը որ այդ տարիներուն քաղուտի պատասխանատուներ են փերելու համար նոր սերունդներ որոնք այսօր աշխարհի ամեն ծայր իրենց թերագադարության մեջ են արավել կամ նվազ չափով պայմանների իհարկե շատ բաներ փոխեցին այո մասնավոր բամը պատահեցա որ այսպես անգյունաթարցային էր ցեզի համար որ որոշումը կայացուցիկ այս վավերագրական տեսանյութեր կամ շարժանագարներ հեղինակել եւ բեմադրել շատ հստակ Լիբանանի քաղաքացիական պատերազմը նախ ես վիրավորվել եմ այդ տարիներուն եւ ադիկա իմ վրա մեծ աստեցություն չկած է դեսողությունս վնասված է եւ ուրեմն երբ որ քո գինաս այն այսպես ասած զուգագի մեջ որ մարդիկ լարած են քո համար եւ ֆիզիկապես այսպես ասած գմտնես այդ ճնշվողի այսպես ասած ճնշվող կսի երբ որ գսեմ բادرազմի զոհերուն մեկ խոսքով ուղագի աստեցության տակ է գենթարգվիս თუ նաեւ գենթարգվիս այդ բادرազմի հետևանքներուն գգրես մարմիտ վրա ինչ որ արդեն ժուրնալիստ էի ինչ այդ ասեմ աշխատեի եւ վիրավորումս տեղի ունեցավ երբ որ արևելյան շրջանեն արևմտյան շրջանեն արևելյան գանձնեի այդ տեպքը շատ վրաս մեծ հետք ցկած է որովհետեւ այնինչ որ տեղի ունեցավ հոն կետնի ասին վիրավորվել է յետք այնինչ որ տեղի ունեցավ հետս գուզեի որ մեկը
այսպես ասած դոկումենտ ըններ այնտեղ ես վկայություն ունենա եւ միայն խոսքերս չմնային այդ կարծիքներն եւ իրավիճակի ահավորությունը եւ հետո միաժամանակ շրջապատից ինչպես մարդիկ որոնք նույնք են վտանգված են գվազեն քեզ օգնելու քիստս մարդկային հարաբերության խդացումն է այդ պահուն եւ ադիգա ինձ մղեց որ ավելի սկսեմ նաև մտածել նկարներով եւ ես սկիզբեն նկարներով մտածող մարդ եմ այսինքն երբ որ բամ մտքիս կուկա անտա բատկերմը միտքս կուկա եւ այդ օրինակ շատ տեղի ունենա բանաստեղծություններում մեջ որ սկսած են վերջերս գրել վերջին 4-5 տարին փարմը եւ այդ փարին հետ հանգարց ինձ համար մի ամբողջ սցենարիո գսկսի դեղի ունենալ Ուրեմն այնտեղին գուկայիմ այսպես ասած անգաժմանը դոկումենտարի որովհետեւ ես չեմ նակրկրված խաղարկային ֆիլմ պատրաստելով միջև հիմա չեմ այսինքն չեմ զղջալ որ այսքան 35-40 տարի այս գործով եմ եւ օրը չեմ ուզած որ ինչ որ խաղարկային ֆիլմ ունեմ չի հետաքրքրել ինձ որովհետեւ հաջող ինչսեմ իրականությունը ամենասարսափելի թրիլերեն ավելի վատ եւ սահմարգեցուցիչ է խորքին մեջ so ադի նկարագրելը եւ մանավանդադիկա այսպես ասած հիշողություն դարձնելը գիտեք հիշողություն դարձնել ինձ համար ոչ թե որ ինչ որ անցյալին վերաթարնալու հետ կապ ունի հիշողություն արցանակրության հարց է so in մոդս միշտ եղած այդ արցանակրելու ամեն ինչ արցանակրելու մղումը եւ հիմա գտեսնեմ որ իսկապես շատ կարևոր բաներ ադիգա ֆիլմերը որոնք նկարահանած են տարիներու ընթացքին երբ որ այսօր գվերաթարնամ կամ ինչ որ արիտներով գրգին ցույց կդրվին եւ գվերաթարնամ նյութին այնտեղ գտեսնեմ սա այդ դարվան այդ ժամանակաշրջանին այդ դասնամյակին ուղագի խտացված պատկերն է մարդոց մտայնությունը այդ հեղափոխությունը որ այն օրերուն դեղի ունենալ երբ դու չէիր անդրադառնալ եւ այնտեղ ֆիլմի մեջ դեղ կդածկել է ինձ համար այսպես ավելի խթանի չէ շարունակել այդ գործը եղած է դարիներուն տածքին այդպես էլ եղած է ֆոկուսը այսպես ասած ու գետրոնացումս եղած է արցանակրել հիշողություն դարձնել Եվ հետո հիշողության համար նաև ստեղծել դեղ, վայրը, եւ ուր է այդ վայրը, հաջող այդ հիշողության վայրը չկա, հատկապես ցեղասպանություններով բարեկային, երբ որ հետո քանի տարբեր ֆիլմեր երած եմ ցեղասպանության հետ կապված։ Ինձ համար շատ հետաքրքրական է, որ երբ որ իրական դեղը չկա, հոն ուր տեղի ունեցավ աղետը, ինչպես ես կնամ վերադարձնել ան եւ ուր կգնաս գտնել այդ դեղը այնպես որ օրինակ դեղերեն մեկը որ շատ կարևոր է իմ աշխատանքներում մեջ ես կկարծեմ եւ այն գտնես բոլոր ֆիլմերում մեջ որ երեմ հատկապես վերաթարնայ գետրոնային հայկական դերում վրա ցեղասպանության հետ կապված թեմաներուն հոն մարմինը մարդկային մարմինը այսպես ասած հիշողության վայր է եւ այդ հիշողության վայրին այսպես ասած լեզու տալու այդ հիշողության վայրը գենթանի դարձնելու խնդիր ունի իմ ֆիլմերում մեջ եւ տարբեր ծավալով օրինակ թատրոնները օրինակի համար թատրոնները ինձ համար գտարնան այն վայրը որ գործված է չկա բայց թատրոնները դարձել են այն վայրը ուր ես խդացուցեր եմ ամբողջ պատմությունը այն բոլորին որ չէ պատմված այսպես ասած մարմնի հետ մարմին ինձ համար կարևոր նաև այն իմաստով որ գուզեմ ֆիլմերուն դալ ինչ որ այս բառը դժվար կգտնեմ չեմ գիտեր դերս ու գոքնես tactile այսինքն թփչելի լա երբ որ մի բանը կպատմեմ ինչպես շոշափելի կամ շոշափելի եւ tactile այսինքն հու պատմածս օթին մեջ չմնա այլ ստանա ինչ որ
նույնիսկ եթե ֆիզիկական չես կնարդմար, բայց tactile է գնաս զգացումներով շոշափել զայն, սկալ մարմնիդ վրա։ So չգիտեմ, վայրը միկրոսկոպ եւ թեման, ցեղասպանության թեման, արհավիրքներ եւ չգիտեմ, ծանր նյութեր, որոնք համբերությամբ եւ առանց ընկրկելու, որովհետեւ գիտեք շատ դժվար է իմանալ։ Հատկապես երբ որ նյութին մեջ կխորասուզվիս եւ ասեմ յուրաքանչյուր ֆիլմ հոդված գրելու պես չէ, որը չգիտեմ, մեկ ամիս են գրես կվերջանա, հաջող 3-4 տարվա աշխատանք է եւ այդ աշխատանքի մեջ դու այնքան կմոտենաս եւ կնույնանաս այն մարդկանց հետ, որոնց դու կնկարես, որ գտարնան քո մասը, գտարնան քո պատմության մասը, այլից ես գտարնամ իրենց պատմության մասը։ Սոյնդերը ամբողջությամբ եւ վերածարսը ինչու հերացա ժուրնալիզմն, որտեղ ճիշտ սա գուզեի որ գարենամ երբ մարդուն հետ կխոսի եւ մաթեմատիկին ես հուզվի, ես գարենամ իրեն ցերկս տնել իրուսին եւ մեկը չսենց, պետք չէ ադիգանես։ Կարծեմ որ մեծ տարբերություն ունի ռեպորտաժ, ժուրնալիզմ եւ այլն այն պատմելուց են որ ես որտեղ գրած եմ որ հաջող իմ անձինց մեջ չեն գբատմեմ նաև այն ինչ որ դերի կունենա կամ դերի ունեցած է կամ դերի պիտի ունենա շարժառնագարներուն կվերադառնանք ֆիլմերուն բայց ֆիլմ պատրաստելու կողմին դուք անդրադարձիք որ գրող եք ձեր անունին կարելի է հանդիպել մամուլի տարբեր էջերու վրա ինչպես եւ ինչու կգրեք ինչ նյութեր կընտրեք քիչ մծավալուն հարցում է ինչեր ցեզ կմղեն գրիչ շարժելու եւ նշեցիք դուք ձեր բանաստեղծությունները որ նորը սկսած եք գրել վերջերս եթե գուզեք նմուշ ներկայացնել նորեն ուրախ կլանք շնորհակալ ինչու կգրեմ նախասեմ որ շատ փոքր տարիքից սկսել եմ գրել կարծեմ առաջին սիրո խոստովանության բանաստեղծությունից դվեր եմ 7 տարեկանից մեգումը որը անունը Վահե էր եթե չեմ սխալիր այնպես որ Փարերու հետ այսպես ասած ես ավելի մոդիկություն եմ ունեցել փոքր տարիքից հատկապես որ մենք 5 քույրեր ենք եւ ես ամենամեծն եմ հատկապես նաև որ մյուսներուն հետ տարիներու տարբերություն մի քիչ ես isolated եղած եմ մյուսները մի քիչ հեռու ես ունեցել եմ իմ աշխարհը եւ այդ իրենց մյուսներու խաղերու մեջ մանկական այդ եւ այլն շատ մասնակից չեմ եղած ես իմ աշխարհին ունեցել եմ այսպես ասած ինչու գրեմ իհարկե սկիզբը you know Երևի ամեն մարդ առաջ ինչ-որ բանաստեղծություն կգրե որոշ տարիքին կփախուս չգա իսկ ինչու կգրեմ նախ կգրեմ դարբեր բաներ գրած շատ հաճախ նաև որոշ դարիներուն երբ որ միայն ֆիլմով աշխատեի հաճախ կգրեի նաև այսպես հասարակական թեմաներու շուրջ երբեմն քաղաքական լույսում եւ այլն որտեղ ես նաեւ միջազգային հարաբերություններու մասնակցություն ունեմ զուգահեռին նկարահանումին եւ դիվանագիտություն եւ ասեմ որոշել եմ այդ ջուրին մեջ մտնել որովհետեւ նաեւ ուզել եմ հասկանալ ֆիլմի ագնոցներով վերեր ինչ կուզեն անել վարին հետ Եվ շատ կարևոր է այն ատեն իմանալ ներողություն այդ օրերուն էր որ գար soft power-ի գաղափարը եւ այլն դες ժողովրդականացնելու բոլոր ծրագիրները ամբողջ դարօրինակությունները որ նորեն արևելափանության արտահայտություններ են որ գուկաս միտեղ եւ դու որոշես որ քո ապրած ցանկը լավը չէ ես քեզի սորվեցնեմ որ ինչպես դեմոկրատ պետք է լաս այս բաները ուղղակի զայրացներ եւ հետեւեցա ուրեմն համալսարան ամերիկյան համալսարանի Բոստոն ուր հոն նաեւ ներսեն դեսա որ ինչպես կկործի այս կորձիկները որ հնարված են ինչպես կգիրարվին եւ առանց ամճնալու իրենք քեզի սովորեցնեն գիտես
Շատ հետաքրքիր միջավայր է։ Ամենայն դեպս գրեի քաղաքական տեքստեր, այս ասած, հրավարակային ելույթներ եւ այլն եւ այլն։ Ա, Ուր չգիտեմ գնալով երբեմն հոսանքին թեմ բաներ գնամ գրել, որովհետեւ նաեւ հատկապես այս վերջին շրջանին Շվեդիա փոխադրվել է սիետքը, եւ արդեն քանի 38 տարի այստեղ գաբի։ Արտահայտվելու, խոսելու, միտքը ազատ, այսպես ասած, բացահայտելու քաչալերանքը, որ գոյություն ունի այստեղ, որ կա փոքր տարիքեն երեխաներուն սորվեցնեն, նաեւ ինձի համար շատ կարևոր իրադարձություն էր, այն իմաստով, որ Շվեդիայի մեջ կամ սկանդինավյան երկիրներուն հետ մեջ աշխատելով ես սորվեցա շատ բաներ նախ անգաշկանտ եւ բարձ խոսելու առանց լաբոր ինչն շրջանակներով ինչ որ բաներ փորձել լսելու եւ նորեն չսելու այդ խնդիրը նաեւ ինձի համար կարևորություն ունեցած է երբեմն դգարտաս մեդիայի մեջ բաներ որոնք լավ վերջավորության ինչ է ուզածդ ուղիղը սա ինչ կուզես որովհետեւ նաեւ մեր դիսկուրսը հստականա եւ գիտեմ սա արևելյան ինչ որ ցև է գրելու հատկապես եթե մտածես իրանյանը արաբականը որոնց հետ երևս մենք աստված ենք բայց ես կկարծեմ որ մեր հայերեն այդպես չէ ադորամար ինձ համար շատ կարևոր էր այն բարձությունը լեզվի արտահայտության ելույթներու հագատրություններու կամ չգիտեմ հագախոսելու հագաճարելու ընթացքին բարձությունը եւ ուղղականությունը չգիտեմ ինչպես տանեմ կարևոր էր որ սորվեց այստեղ ինչ կվերապերի բանաստեղծություններուն ասեմ որ շատ ես ինքս բանաստեղծ չեմ համարել բայց որովհետեւ այս վերջին 2-3 տարին ֆիլմի աշխատանքները շատ նվազեցուցած են դարիքի բերումով արդեն դժվարանա որոշ բաներ անել ուղղակի ֆիզիկական դժվարություն է դուրս լալ փողոցը լալ նկարահանել եւ այլն բանաստեղծությունները նաեւ կարծեմ գարտահայտեն այնինչ որ տեղի ունեցավ այս վերջին ինչ ասեմ COVID-ի 1-2 տարին առաջ հայաստանյան իրադարձություններով անշուշտ ինչպես ամեն հայ ես ալ Գավրիմ Հայաստանի առօրյայով չխոսիմ այսինքն Գավրիմը թերևս սխալ է ասել բայց կարծեմ որ երբեմն գնային լուրերուն հայաստանապնակ մարդիկ որ իրենք հոն դեղվին վրա են դերյակ չեն թե ինչ տեղի կունենա ճիշտ իրենց քաղաքին մեջ եւ ինձ համար այդ անհասկանալի բան է եւ նաեւ անիկա կոկաս շվեդական կոնտեքստեն թուն գիտես կա ժուրնալիզմի մեկ դեսակ որ յուրաքանչյուր տաղամաս քաղաքի այս մեծ տաղամաս ունի իր թերթը որ կա միայն դերական լրատվություն եւ Անի քեզի մասնագից կդարձնե հասարակական կյանքին, քաղաքական կյանքին, որոշումներուն, որ շատ կարևոր է։ Սո այնպես որ Տաստիարակությամբ ու կա Հայաստան, հայրենիք եւ այլն հետևի հայրենի իրադարձություններուն իմ առօրյա կյանքին մաս կգազմեն։ Այնպես որ Հայաստանի մեջ իշխանապողության են յետ կամ չգիտեմ ով ինչ մուզեյ գոչել, հեղափոխություն, whatever։ Ինձի համար ստեղծվեցավ դարօրինակություններու հագասություններու ներքին արևելափանության մի վիճակ, ներհայկական, ուր մենք տարիներով աշխատեր ենք, որ ես իմ փորձով կփոխեմ, տարիներով աշխատեր ես կովրայ թոթափես այդ արևելափանությունը կոմասին եւ ադոր հագաստել դարբեր ծևերով եւ ասմասին ես գնամ երկար խոսիլ ինչպես ֆիլմերոս ինքնաշեն գործեմ
այդ հայացքը վրա ես հերացնել եւ փոխարեն ներկայացնել այնինչ որ իսկական կամ մեր հայացքը կամ իմ հայացքը ուրեմն վերացանալով չգիտեմ ասի մեկ խոսած է կամ ոչ չեմ գիտեր բայց իմ համար կա այս օրերուն մենք ամրին մեր արևելապանության ներքին հայկական արևելապանության մեկ ժամանակաշրջան ուր սկսել ենք մենք մեզի գրգին նայել ուրիշի աչքերով եւ ինձ համար լրիվ անընդունելի բան է իհարկե սկիզբը քաղաքական տեքստերով հոդվածներով գործես հագաթարցել խոսել կամ չգիտեմ աշխարհ տարբեր հայացքով մոդենալ խնդիրներուն բայց հետո գանտրատարնաս որ ոչ մի հոդված ոչ մի բան այս իրավիճակը չի գտնա փոխել միակ բանը որ գտնա իրավիճակ փոխել Հայաստանի մեջ ապրող բնակչությունն է եւ ավելին չեմ ուզեր ասել հիմա իսկ երբ որ այս ներհայկական արևելապանության նաև գմիյանա այսօր այսպես ցեղասպանության կամ մեր ինքնության բոլոր ատրիբյուտներու ժխտումը սա արդեն լրիվ ուրիշի ոչ թե միայն աշխարհայացն է ուրիշի աժանդան է որ մեր վրա գբարդատրվի եւ մենք պիտի լուրջ մնանք եւ այն խոսքերը որ Հայաստանի մեջ քաղաքական շրջանակներ կամ մտավորական շրջանակներ գսեն պետք չէ ցեղասպանության մասին խոսիլ եւ զոհի հոգեբանության մեջ մնալ եւ այլն հալո դրակ ես 30 տարի զոհի հոգեբանության մեջ չեմ ոչ ալի մայրս այդ զոհի հոգեբանության մեջ եղած է մենք քանի տարի այդ հոգեբանության թեմ բայկարելով գործենք ստեղծել նոր իրականություններ եւ դուք եք որ հերնի եք այդ իրականությունները կամ չեք ուզեր տեսնել այդ իրականությունները ինձ համար այս բոլոր հարցերը գմղեն քրելու մտածելու եւ բանաստեղծությունները նաեւ որոշ չափով ինքնախապեյությունը զգացում ենք ու կա խապված լալու զգացում ենք ու կա եւ գսկսից մտածել կյանքի մեջ ամենայն կարևորը ինչ է վերջո եւ որ ինչի շուրջ պետք է գետրոնանալ որ կարենաս թոթափել ուրիշներուն բարդատրած օրագարկերը որոնք գերձ օրագարկեր են եթե նույնիսկ գերձ չեն գիտեք արհեստական օրագարկեր են որոնք մեզի գբարդատրեին Եփանասերությունը եղավ այսպես ասքրելը եղավ իմ ճամփան Գարջ առանց այսպես երկարապանություններու գարջ գրել այնինչի մասին որ ուզեմ կսկամ հատկապես եւ օրինակ միտքս ուկա անհակուստ բանաստեղծությունը ուղղակի որ անհակուստ կսկամ կսկամ մերգացուցեր են մեզ եւ այդ մերգացումը գուկա մեր մեջից մեր մեջեն գնանք դուսեն բարդատրված բայց նորենք վերադառնանք այն աշխարհայացքին որ մեզի գբարդատրվի որ դու այս չես դու այս ես շարժանկարներու ֆիլմերու պատրաստության ընթացքին գարնջվիկ ցավալի եւ երբեմն ցնցիչ դեպքերու օրինակի համար Inside Her Inside Me ֆիլմին մեջ հերոսուհիներեն եւ այստեղ հերոսուհի բարը կգործածեմ իր ամբողջական իմաստով նաեւ անոնց մեկը անձնասպանության փորձ մգնե Եվ ցեզ մեկը խնդրվի հետո խոսիլ օգնելու համար։ Նույնն է բարական նաև ծեր մյուս ֆիլմերում մեջ, ուր մարդկային աներևակայելի եւ հաջող անընդունելի դեպքերու դեմ հանդիպան կգանք միք։ Ինչ անդրադարձ կունենա այս մեկը ծեր վրա եւ ինչպես կվերաբերիք այս ցավին։ Կարևոր հարցում է ասածը եւ ասեմ որ ժամանակի ընթացքին այսպիսի ինչ ասեմ բահերը եթե սկիզբը կփորձեի խուսափիլ խորշիլ ոչ թե ժխտական իմաստով այլ բարձրապես ինքս պահել
հավաքված բինտ այսպես ասած եւ չմտնել սկացումներու այն աշխարհի մեջ որ գացի մացինս բայց նաեւ երբ որ կաշխատեինք հետո ֆիլմերը եւ նկարը մոնտաժի պահում հաջող գահացնեինք այնտեղ որ դու չես կներ այնտեղ մնալ ինչ որը սառնասիր մեկը որ տեսես մեկ գմերնի եւ ցերկը չեր կարես այսպես ասած եւ անցումը ասեմ եղավ ամենեն առաջ Grandmaster Tattoo's ֆիլմի մեջ մեծ մորս տաջվածքները ֆիլմի մեջ ուր պատմությունը ես սկսել էի լրիվ ուրիշ տեղ է ուղղակի դոկումենտարի պիտի լար այդ գանած մասին որ ես կդեր էի արտիներում մեջ եւ գփորձեի այսպես ասած նկարներու վերածելու կաղապարի մասին մտածել ֆիլմի վերածելու մասին եւ ինգա այն զուգին մեջ որ այսպես ասած ես ինքս համար լարել էի հանգարց իջեցի որ այնինչ որ ես կուզեմ ասել պատահերը իմ հետ իմ ընտանիքին հետ եւ ես տարիներով ճիշտ այդպես ճիշտ մեծ մորս պես փորձեր եմ սարն սիրտ մածունի պես բաղ մամաս կսել մածունի պես բաղ նայիլ եւ կամերային յետևը պահվդիլ մեկ խոսքով եւ որոշեցի որ Okay, եթե մեկ քայլ առաջ կերտամ, գանցնին սահմանը, գարմիրքից այդպես անցնի, ինչ կպերը ադիգա։ Եվ հասկացա, որ ես պետք է ասկեր միան ադիգա անեմ, որովհետև միայն հոնն է, որ ես կնամ ամբողջապես մտնել դիմացինի հոգեբանության մեջ եւ աբրումագծում բարը գա չէ Հայաստանը գարձեմ, այդ աբրումագծումին այսպես կոնկրետացումը ինձ համար կարևոր է։ Եվ ամենեն դժվարը, ասեմ, inside me բարակային այս աղջիկներու ճակատագիրն էր եւ հետաքրքրական էր ինձ համար հետաքրքրական էր ինձ նկարել հետեւյալ մտքով առաջադրված էի երբ որ ցեղասպանության մասին հայկական ցեղասպանության մասին կպատմեմ կամ պատմեմ միշտ թեփքերը տեղի ունեցել են տարիներ ետ, տասնամյակներ ետ եւ այլն, այսինքն նույնիսկ մեծ մորս հիշողության բահը ես կոնկրետ ունիմ երրորդ, չորրորդ անցե, այսպես ասած, մայրս կա եւ մայրս կպատմե իր մասին։ Եվ գամին աղոտ հիշողություններս։ Ես շատ խանդավառված էի, որ գիտեմ, շատ դժվար պիտի լա, բայց այս աղջիկները հիմա նոր սպանտանոց են դուրս են եկած։ Թեր Գաբրին այդ սպանտանոցին մեջ, նույնիսկ եթե իրենք Գերմանիա Գաբրին, ես պետք է անպայման վավերագրեմ իրենց աշխարհը։ Եվ սկսա այսպես ճամփորդությունը իրենց հետ, որ դերեց 5 տարի, ուր այնպես ուր դու մասնագետ ես ամեն ինչին, ամեն անգամ որ օրինակի համար աղջիկները մեկը հույս կստանա որ մորը պիտի գտնե, ես իրենց հետ կբարձրանամ, իրենց հետ կխորասուզվեմ, կամ հուսախուպվեմ, իրենց հետ կյանքի իմաստ կփնտրեմ, իրենց հետ այսպես ասած հետո գրգին մեջը Ձանր տարիներ էին այս 5 տարին իրենց հետ եւ սա նշանակի ամենօրյա կապ իրենք 5 հոգի էին, վերջի 3 հոգին որոշեցին մնալ, մյուս 2 հոգին դժվար էր իրենց, որ publicly արտահայտեն իրենց ներաշխարհը։ Եվ այն բահը, որ ֆիլմի մեջ կա, որ մարդիկ կնալալ շատերը գսեն, որ բայ ինչպես կարելի է նկարահանել, երբ որ աղջիկը թիմացինը ինքնասպանություն գործելու վրա է։ Դե բայց ճիշտ է, ես նկարահանումի մեջ չեմ, ես իրեն հետ եմ։ Եվ տարբերությունը կարծեմ անիկա է ուր փոխանակ այսպես թերսեն հայացքն է ես ներսեն եմ արդեն ներսեն գբակնեմ այն ինչ որ տեղի ունենա շատ դժվար է ամեն ինչով գաստելիս առօրյա գաստելի գքունավորվի ամեն ինչ որ ուզես տեսնել այդ նոր քունավորումը ունի իրենց դժվարությունները բայց նաև վերջավորության երբ որ արդեն որոշ դիստանս ունի կամ իրենք ավելի սկսել են այսպես ասած մի քիչ բարելավել հոգեգանորեն կսկաս մեկ քայլ առնելով ցուն իրենց հետ մեկ քայլ յետև կառնես եւ կսկսես տեսնել զուգահեռներ եւ հոն է որ ես ուզեի հայկական ցեղասպանության հետ զուգահեռներ անել որ
ինչպես նույնիսկ գիտեք սուքին, ցավին, տրավմային հետ այդպես ասած համագերբիլը ինչպիսի աստիճաններ է կանցնի եւ լրիվ նույնն է ինչ որ մենք կանենք միայն իրենք այս բոլորը կանեն հիմա 100 տարի յետք մենք գրենք նույն քայլերով նախ մենք մեր մեջ այսպես ցալաբադիկ նստելով հետո հավաքական հիշողության վերածելով, հավաքական հիշողությունն այսպես ուժի վերածելով, այդ բոլոր քայլերը զուգահեռները գուզեի տեսնել եւ աբրեցը այս բոլորը ինչպես հավաքականությունը օրինակի համար ինչպես հավաքականությունը լուծեց հազարավոր բռնապարված աղջիկներու ճակատագիրը երբ որ ղեկավարությունը կրոնական ղեկավարությունը այս բարակային որոշեց հadoop սերեմոնի ստեղծել իրենց համար եւ այդ հadoop սերեմոնիով վերաթարցնել իրենց ժողովրդին եւ շատ հուզիչ էր այդ սերեմոնին ասեմ եւ մենք նույն ունեցել ենք հազարավոր աղջիկների եկել են բայց մենք չենք ընդունած իրենց մենք չենք իծած ինչպես պետք է վարվենք այդ ցավին հետ եւ Իրենք նորմալ է կներեք զավակներ ալ ունեցել էին շատերի Դավագներ են ինչպես որ ավելի նույն բան այս աղջիկները օրինակի համար ինչպես այս աղջիկը գփորձե շիրինը գփորձե ծերբազատվիլ հաղութեն են իսկ ուրիշներու երեխաներ ունին այնով որոնք երեխաներ ունին չեն գծած իրենց հետ բերել նույնիսկ կմնացեն վերաթարնալ իրենց այդ մարդուն որ իրենց բռնապարեր է կամ տարիներով որպես ստրուկ բահեր իրենց մոտ այսինքն մարդկային այնպիսի մտքի աշխարհ մնե որ նորմալ լուծումներ չկան եւ ոչ ալ գնաս այբանել ոչ ալ գնաս հանցավոր գտնել ահավոր իրավիճակ է որուն դիմացու միայն հավաքական պատասխաններ գնաս տալ եւ այդ հավաքական պատասխան տալերու process-ն է հիմա իրենց մոտ շատ հետաքրքրական է Հիմա վերակրել են անցնենք ավելի այսպես վերացական ասեմ հարցումի եթե ցեզի արիք տրվեր պատրաստելու ֆիլմը շարժանկարը որում մեջ դուք կրնայիք որոշել ամեն ինչ հերոսներեն մինչև վայրն ու դեպքերը եւ գիտնայիք որ այդ շարժանկարը ֆիլմը պիտի վերածվեր իրականության ի տարբերություն ձեր պատրաստածներում որ իրականությունը կվավերագրեք ինչ դուք իբրև առանց կնդրեիք ովքեր գլային ձեր հերոսները եւ ինչ պատկամ կփոխանցեր ֆիլմը Ես fantasy եւ science fiction շատ կսիրեմ եւ հաճախ կհետևին բոլորի բայց իհարկե ասե ինչու գսեմ ասի որովհետեւ այն որ գուզեմ իմասել այն ֆիլմը որ գուզեմ անել մի քիչ տարօրինակ կնացելի նարեգը բուրչամուդի մեջ նարեգ Գրիգոր Նարեգացին բուրչամուդի մեջ So գուզեմ երկուքը միացնել եւ ծեվում մտքիս մեջ էր բայց ուղղակի գնալս ֆանտաստիկ նյութելալ բայց նաեւ ես կարծեմ հակին բանգա կոնկրետ բաներ կան որոնց վրա նարեգը այսօր բուրչամուդ կրնարելալ կամ նարեգը այսօր գնալ Գիտեմ, որ մեկտեղ է, բայց բուչամուդը որպես ինձ ընթավ է։ Եվ հիմա գհետևի հայկական միջնադարյան քրագանության, քրապար եւ այլն, եւ իր բակտերիաներով, իր այսպես ասած նարեգի խոսքերով գլանված եմ ապոչ, ներսես շնորհալի նաեւ եւ գուզեի իրենց բերել մեր առօրյան, մեր այսօրվան, 21-րդ դար։ Եվ ծևոմը վերադարձակ ակունքներու թե լեզվի առումով նարեգին Գրիգոր Նարեգացին եւ թե ձեր ֆիլմ պատրաստելու այսպես սկիզբը, չէ՞, որ չանուներ։ Երևի չէի մտածած իրավունք ունիս, հատպես է։ Միացնել դերս երկու միացվելիք բաներ, չմիանալիք բաներ։ Կսպասենք այդ օրվան։ Հուսամ։ Ինչպես ասիք ծնած եք Բուրչամուդ իմանան, այսինքն արևելքի մեջ եւ տեղափոխված եք արևմուտք, շվեդ։ Ինչով օգնած է ցեզի այս տեղափոխությունը եւ ինչ հարաբերություններ ունի արևմուտքի մեջ աշխատելը։ Շվեդ քալը ինձի համար
շատ մեծ ես Ֆրանսա ապրել էի դեռ, բայց այդպես էլ մեծ տարբերություն չուներ, այսինքն մեծ քաղաք են, ուրիշ մեծ քաղաք մի երթալ ֆրանսական մշակույթ ավելի մոտ եւ այն։ Իսկ շվեդ կալը ուղագի այլամոլորակայի միջավայրի մեջ էր եւ լսա ասեմ այսքան 30 տարիներ առաջ այսինքն Mars կալ կնշանակի որ մարդիկ ամեն ինչ տարբեր է մտածողությունը տարբեր է խոսելու եղանակը տարբեր է լեզուի մասին չեն խոսի լեզուն իհարկե որ տարբեր ու վերջած լեզուն տարբեր է բայց այդ լեզվամտածողությունը եւ այդ լեզվամտածողության հետ կապված առօրյան եւ այդ առօրյային փոխող խոր այսպես ասած աշխարհի ընկալումը յուրացուցեր եմ ասեմ չեմ խոսի փնության հետ կապը ես երբեք փնության հետ կապ չեմ ունեցած եւ առաջի անգամ շվեդ քալենի հետ ծառերու ծաղիկներու անդարներու անունները սորվեր եմ եւ հաճախ գիսեմ ինչի ես այսօր հայերենով չէի գիտեր այս բոլորը եւ Փնության եւ բարերուն հետ, փնության հետ, այսպես ասած նույնանալու, փնության հետ կապված չկրված օրենքներ կան այստեղ։ Փնությունը ամեն մարդու պատկան է, եթե դու իսկ ամենահարուստ մարդն ես եւ ունիս, չգիտեմ, հեկտարներով հողատարած, ադիգա փակ դարածք չէ, որևէ մեկը կրնա մտնել, նստել, պիկնիկ գնել, խաղալ, չգիտեմ ինչ անել։ Ուղղակի օրենք է, շվեդական հին վիկինգական շրջաններեն եկող օրենք է այսպես եւ սա հրաշալի է տեսնել եւ որ դու գտնաս օրինակ Ֆրանսայի մեջ ծարիմը կովենանսներ կզեն մի մոդենալ շատ վրատ կգրագի այդ դարբերությունը եւ փնուջան այդ այսպես ասած երբ որ գսկսից հարաբերի բաներ գսկսից տեսնել որ չէիր տեսած ինչեր հիմա Եվ մանրուքները, փնության դված մանրուքները, մանրամասնությունները, մանրուքը սխալը, մանրամասնությունները, որ կուշատուտեն են վրիված են ամբողջ կյանքիդ ընթացքին, եւ ռիթմը, որ գսկսի քանթարի, գմիանաս փնության ռիթմին հետ, լրի ուրիշ աշխարհի մեջ կաբրիս։ Եվ իհարկե փնութերեն անգախ լեզուն եւ խոսելու ցեվը իմ վրա շատ աստած է շվեդական քրագանությունը դիրեկտ խոսելու այսպես ասած լեզու է չկան թարցվածքային թարցվածքներ չկան ուղիղ ամեն ինչ ուղիղ բարձ կրիստալ կլար կսեն այստեղ կրիստալի բես բարձ ուրեմն տեքստերեն ուր ոչ նշանակը որ երգություններ կոնֆլիկտներ բաներ չկան բայց բացմելու եղանակը եւ կարծեմ որ իշխանասերությունները իրենց այդ ոճով աստված են այստեղի քրագանության ոճեն գամма մարդոց խոսելու եղանակեն մտածելու եղանակեն բարձություն կարճ բարձ լեզու եւ հայերենը գնանքան խտացնել գիտես գնաց 3 բարի մեջ ասել չգիտեմ 4-5 դողի պատմություն եւ սկսած եմ ադիգա շատ գնահատել։ Շատ հետաքրքրական։ Այսպիսով մեր հարցազրույցը հասավ իր ավարտին։ Անչափ շնորհակալ ենք հարցազրույցին համար, ապակային հանդիպելու հույսով։ Ես եմ շնորհակալ, անպայման, մերսի շատ։ Շնորհակալ։ Լավ մնա։